Բարի ուշ գիշեր, եթերում սեքսադարանն է, հաղորդում ամենակարևորի մասին, սեռական առողջություն, սեռական կյանք, ընտանիք և շատ այլ թեմաներ, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ, ժամանակն է չքննարկվածը պարզելու և ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք մի թեմայի մասին, որը շատ դեպքերում ամուսնական կոնֆլիկտների, երբեմն էլ նույնիսկ ամուսնալուծությունների պատճառ է դառնում՝ վաղաժամ սերմնաժայթքում, ինչպես անել հաճույքը երկարաձգելու համար։ Վաղաժամ սերմնաժայթքումը տղամարդկանց ամենահաճախ անհանգստացնող սեռական գանգատներից մեկն է պոտենցիայի խանգարումից հետո։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տղամարդուն շատ դեպքերում իհարկե անհանգստացնող և ինքնագնահատականը իջեցնող խնդրի պատճառը վաղաժամ սերմնաժայթքումն է, որովհետև տղամարդը, ով գիտակցում է, որ չի կարողանում բավարարել իր զուգընկերուհուն, բնականաբար իրեն լիարժեք չի զգում և հենց վաղաժամ սերմնաժայթքումն էլ այդ խանգարումներից մեկն է։ Հարաբերությունը համարվում է վաղաժամ, եթե այն տևում է մինչև 2 րոպե, որոշ տվյալներով նույնիսկ 2.5, կախված իհարկե թե որ երկրում է կատարվել հետազոտությունը, որովհետև պարզվել է, որ նաև նշանակություն ունի էթնիկ գործոնը, բայց շատ կարևոր է, թե ինչպես է կատարվում ժամանակի չափումը, որը շատ դեպքերում իհարկե սխալների արդյունք է լինում և սխալ պատկերացումների է հանգեցնում։ Ակտի տևողությունը սկսում են չափել ոչ թե առաջին բարևից կամ առաջի համբույրից, այլ անդամի ներհրումից մինչև սերմնաժայթքում, այսինքն ակտի տևողություն ասելով մենք հասկանում ենք անդամի ներհրումից, հետո իհարկե սեռաշփումները նույնպես անդամի շարժումների մասին է խոսքը և մինչև սերմնաժայթքում։ Այդ ամբողջ ժամանակահատվածը համարվում է սեռական ակտի տևողություն։ Իհարկե պետք է նաև նշել, որ հարաբերությունը պետք է անպայման ավարտվի սերմնաժայթքմամբ, որովհետև շատերի պատկերացմամբ ակտը կարող է և ավարտվել այն ժամանակ, երբ իրենք դա զգում են որպես վերջնավարտ, նույնիսկ սերմնաժայթքման չհասնելով։ Որոշ դեպքերում նշված 2 րոպեն կարող է տղամարդուն չանհանգստացնել, բայց սա սեքսոլոգիական տեսակետից խնդիր է համարվում այն առումով, որ բավարար չէ դիմացինին օրգազմի հասցնելու համար, որովհետև կան կանայք, որոնք իրենց էության տեսակով ուշ գրգռվող են և ուշ են հասնում օրգազմի ու 2 րոպեն այս դեպքում կարող է բավարար չլինել, սա մի կողմից։ Եվ մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տղամարդու մոտ կարող է նկատվել ժամանակի ընկալման խնդիր, այսինքն 2 րոպեն իր համար կարող է և նկատելի չլինել կամ թվալ, թե դա ոչ թե 2 րոպե է, այլ օրինակ 12 րոպե և ինքը դա չդիտարկի իբրև խնդիր, այսինքն շատ կարևոր է, թե տղամարդը ինչպես է ընկալում և զգում սեռական ակտի տևողությունը, որովհետև մեկի համար 2 րոպեն կարող է բավարար լինել, իսկ մյուսի համար ոչ և պահանջ լինի երկարաձգել սեռական ակտի տևողությունը։ Վաղաժամ սերմնաժայթքումը ոչ միայն խնդիր է կոնկրետ զուգընկերուհու համար, այլ խնդիր կարող է լինել հենց նաև տղամարդու համար, որովհետև սովորելով կոնկրետ այդ տևողության ընթացքին տղամարդը արդեն սովորում է սեռական հարաբերության մեխանիզացիա, այսինքն ակտը իր համար լինում է ընդամենը սովորական մի գործընթաց ֆիքսված վայրկյանների ընթացքում, որի պարագայում արդեն սկսում են աստիճանաբար մարել այն կարևոր հարցերը, որոնք շատ անհրաժեշտ են սեռական հարաբերությունը լիարժեք անցկացնելու համար, մասնավորապես փաղաքշանքները, շոյանքները, հաճույք ստանալը, հաճույք պարգևելը և այլն։ Եվ նման դեպքերում հարաբերությունը վերածվում զուտ մեխանիկ պրոցեսի, որի պարագայում տղամարդը մեխանիկորեն կատարում է սեռական հարաբերությունը։ Վաղաժամ սերմնաժայթքումը ըստ իր արտահայտվածության լինում է 3 տեսակի։
Առաջինը վաղաժամ սերմնաժայթքման հարաբերական տեսակն է, հենց այնպես էլ կոչվում է հարաբերական վաղաժամ սերմնաժայթքում, որի դեպքում հարաբերության տևողությունը լինում է 1 րոպեից ավելի եւ ֆրիկցիաների, այսինքն անդամի շարժումների քանակը անցնում է 20-25։ Մյուս տեսակը բացարձակ վաղաժամ սերմնաժայթքումն է, որի պարագայում ակտի տևողությունը չի գերազանցում 1 րոպեն եւ սեռաշարժումների քանակն էլ չի անցնում 20-ը։ Սա փաստորեն ավելի ծայրահեղ աստիճանն է։ Եվ երրորդ տեսակը վաղաժամ սերմնաժայթքման կոչվում է նախադրնային սերմնաժայթքում, որի ժամանակ տղամարդը հասնում է սերմնաժայթքման մինչև բուն հարաբերությունը սկսելը կամ անդամի ներհրման ժամանակ։ Սա փաստորեն ամենածայրահեղ աստիճանն է, որի պարագայում հարաբերություն տեղի չի ունենում։ Շատ կարևոր է նաև նշել տարիքային գործոնը, ըստ որի մի դեպքում պետք է մտահոգվել, մյուս դեպքում ոչ։ Երբ մենք գործ ունենք դեռահասների եւ երիտասարդների հետ, որոնք նոր են սկսել կամ նոր են սկսում ապրել սեռական կյանքով, իրենց պարագայում վաղաժամ սերմնաժայթքումը կարծես թե օրինաչափ է, որովհետեւ չկա սեռական կյանքի կայուն ռիթմ եւ բնականաբար վաղաժամ սերմնաժայթքումը այս պարագայում կոչվում է ֆիզիոլոգիական եւ կարգավորվում է այն դեպքում, երբ անձը սկսում է ապրել ռեգուլյար սեռական կյանքով։ Եթե մենք գործ ունենք ավելի հասուն տարիքի տղամարդկանց հետ, այս պարագայում վաղաժամ սերմնաժայթքումը արդեն խնդիր է եւ բնականաբար պահանջում է արդեն կոնկրետ սեքսոլոգիական մոտեցում, հայտնաբերել պատճառը վաղաժամ սերմնաժայթքման եւ անցնել բուժման։ Պատճառների մասին խոսելիս պետք է նշել, որ վաղաժամ սերմնաժայթքման պատճառները հիմնականում բաժանվում են 2 մեծ խմբերի։ Դրանք լինում են հիմնականում հոգեբանական եւ ֆիզիոլոգիական։ Հոգեբանական պատճառները որպես կանոն նկատվում են բոլոր այն դեպքերում, երբ տղամարդը կամ շատ լարված է լինում, կամ փորձ չունի, կամ նոր է սկսում ապրել սեռական կյանքով, կամ չգիտի, թե ինչպես սկսել հարաբերությունը, տեղյակ չի փաղաքշանքների եւ շոյանքների այն անհրաժեշտ համալիրին, որոնք պետք են եւ բնականաբար լարված լինելով բերում է վաղաժամ սերմնաժայթքման առաջացմանը։ Ստրեսը, տագնապը, բոլոր այն իրավիճակները, որոնց պարագայում տղամարդը լարվում է, նույնպես կարող են վաղաժամ սերմնաժայթքման պատճառ լինել։ Անչափ կարևոր է նշել զուգընկերուհու պահվածքը։ Շատ դեպքերում, երբ զուգընկերուհին որոշում է օրինակ ինչ-որ առումով զարմացնել իր զուգընկերոջը եւ անկողնում թույլ տալ չափազանց արտահայտված էրոտիկ վարքագիծ, սա եւս կարող է տղամարդուն զարմացնել եւ այդ զարմանքը կարող է արտահայտվել վաղաժամ սերմնաժայթքման տեսքով։ Հոգեբանական պատճառներից է սեռական ակտը անցկացնելու վայրը։ Բոլոր այն դեպքերում, երբ չկան նպաստավոր պայմաններ եւ հարաբերությունը անց է կացվում որտեղ պատահի, ինչպես պատահի տարբերակով, եւս կարող է նկատվել վաղաժամ սերմնաժայթքում եւ սա ավելի շատ իհարկե նկատվում է երիտասարդների պարագայում, որոնք սեռական հարաբերությունը անց են կացնում օրինակ մեքենայում, վերելակում, նկուղում եւ այլն եւ նման պարագայում որպես կանոն ակտը նույնպես կարճ է տևում։ Վաղաժամ սերմնաժայթքման օրգանական պատճառները նույնպես իհարկե տեղ ունեն։ Այստեղ պետք է նշել մասնավորապես միզասեռական համակարգի բորբոքումները, որոնք ժամանակի ընթացքում խորացնում են խնդիրը եւ առաջացնում վաղաժամ սերմնաժայթքում եւ ոչ միայն վաղաժամ սերմնաժայթքում, այլ չբուժվելու դեպքում կարող են բերել նաեւ պոտենցիալ խանգարման։ Բացի այդ, իհարկե սեռավարակները, որոնք երկար մնալով սեռական օրգաններում կարող են դարձյալ էլի բորբոքումների պատճառ դառնալ եւ դարձյալ բերել վաղաժամ սերմնաժայթքման։ Մյուս օրգանական պատճառը կարճ սանձիկն է, որը բերում է գլխիկի զգայունության բարձրացման, իսկ այդ դեպքում, երբ անդամի գլխիկը բավականին զգայուն է լինում, ակտի տևողությունը զգալիորեն կարճանում է։
Օրգանական պատճառներից են նաև վահանաձև գեղձի բոլոր հիվանդությունները, որոնք չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում նույնպես կարող է առաջանալ վաղաժամ սերմնաժայթքում։ Խոսելով հորմոնային խանգարումներից, չեմ կարող չնշել նաև տեստոստերոնի նվազման մասին, որի պարագայում սեռական ակտի տևողությունը նույնպես նվազում է։ Ճարպակալումը, որպես էնդոկրին խնդիր, նույնպես իր բարդություններով հանդերձ կարող է հանգեցնել վաղաժամ սերմնաժայթքման եւ ժամանակի ընթացքում ավելի խորացնել խնդիրը։ Ինչպես հասկացաք, վաղաժամ սերմնաժայթքման պատճառները շատ են։ Բոլորն էլ հնարավոր չի թվարկել, ես թվարկեցի հիմնական պատճառները։ Եվ այս դեպքում շատ կարևոր է նշել, որ վաղաժամ սերմնաժայթքման բուժումը լիարժեք ապահովելու համար շատ կարևոր է ցուցաբերել անհատական մոտեցում, ինչը եւ մենք անում ենք պացիենտի հետ աշխատելիս։ Յուրաքանչյուր տղամարդուն պետք է ցուցաբերվի խիստ անհատական մոտեցում, որովհետեւ մի տղամարդու դեպքում կարող է մի պատճառ նկատվել, երկրորդի դեպքում մեկ ուրիշ, իսկ երրորդի դեպքում կարող են մի քանի պատճառներ լինել։ Եվ հասկանալու համար, թե կոնկրետ տվյալ պացիենտի, տվյալ տղամարդու պարագայում որն է կամ որոնք են վաղաժամ սերմնաժայթքման պատճառները, նախ եւ առաջ պետք է անցկացնել մանրակրկիտ սեքսոլոգիական խորհրդատվություն, վերհանել պատճառները, հասկանալ որոնք են առաջնային, որոնք երկրորդային, գնահատել միջանձնային հարաբերությունների բնույթը, որովհետև դա էլ է շատ կարևոր, եւ որից հետո արդեն պարզ կլինի, թե ինչ է պետք հետազոտել։ Պացիենտը պետք է անպայման լիարժեք հետազոտվի, առանց հետազոտելու հնարավոր չի միայն լսելով գանգատը պարզել պատճառը եւ ուր մնաց թե նշանակել բուժում։ Սա կլինի ուղղակի իմիջայլոցական բուժում, որը ցավոք հաճախ ես նկատում եմ եւ որը լինում է խիստ անարդյունավետ, խնդիրը մնում է, ավելին ասեմ, խնդիրը խորանում է եւ նույնիսկ հանգեցնում նրան, որ տղամարդը կարծես թե հիասթափվում է բուժման դիմելուց կամ էլ նույնիսկ եթե դիմում է, լինում է չափազանց անվստահ իր անհաջող փորձի պատճառով։ Հարգելի կանայք, այս հատվածում ուզում եմ առանձնահատուկ ձեզ դիմել։ Հասկանում եմ ձեր մտահոգությունը եւ իհարկե նաեւ դրա հետ կապված ձեր ապրումները, բայց ձեր կողակիցները միտումնավոր չեն կարճ անցկացնում հարաբերության տևողությունը եւ բոլորին պետք չի իրենց մեղադրել։ Իրենք կարիք ունեն ձեր կողմից հասկացված լինելու։ Տղամարդը, ով գիտակցում է, որ չի կարողանում լիարժեք բավարարել իր կնոջը, իհարկե իրեն լիարժեք չի զգում։ Եթե դրան էլ գումարենք ձեր հանդիմանությունները, ձեր ռեակցիաները, որոնք դուք շատ դեպքերում չեք թաքցնում եւ փորձում եք զգացնել տալ, դուք կարող եք միայն ավելի բարդացնել խնդիրը։ Ես դա հաճախ նկատում եմ նաեւ իմ առանձնասենյակում, երբ գալիս է զույգը եւ պարզվում է, որ կնոջ օրգազմի բացակայության պատճառը հենց տղամարդու վաղաժամ սերմնաժայթքումն է եւ կնոջ այդ մեղադրական հայացքը իհարկե տղամարդուն ավելի սպանում է։ Նրա մոտ կարող է առաջանալ բացի վաղաժամ սերմնաժայթքումից նաեւ պոտենցիայի խանգարում եւ ընդհանրապես կարող է ցանկությունը նվազել, նա կարող է կոմպլեքսավորվել եւ նույնիսկ հեռու մնալ հարաբերություններից, վախենալով ձեզ ավելի հիասթափեցնել։ Հետևաբար իմ խորհուրդը նման դեպքերում փորձեք լինել կարեկցող, մոտեցեք ըմբռնումով, հասկանալով, որ նա ունի խնդիր եւ ունի ձեր աջակցության կարիքը։ Համոզեք նրան դիմել բժշկի, ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ, չպարփակվել, չփորձել խնդիրը ավելի խորացնել։ Միասին գնացեք բժշկի եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խնդիրը ամբողջապես բացահայտել եւ ձեր աջակցությամբ խնդիրը լիարժեք բուժել։ Խոսքս ուղղում եմ նաև տղամարդկանց, հարգելի տղամարդիկ։ Խնդիրը հայտնաբերելու դեպքում ոչ մի պարագայում մի լռեք եւ մի ուշացրեք, ականջի ետև մի գցեք, առավել եւս մի սպասեք, որ դրա մասին բարձրաձայնի ձեր կողակիցը։ Եթե կա խնդիր, պետք է հասկանալ, որ այն պետք է լուծել։ Մեր օրերում այն հրաշալիորեն լուծվում է եւ մենք մինչ օրս էլ ստանում ենք նամակներ, որոնց մասին դուք արդեն երևի լսել եք մեր թողարկումներից, որտեղ հնչում է, որ խնդիրը արդեն քանի տարի կա, նույն սեռական թուլության առումով կամ վաղաժամ սերմնաժայթքման։ Պետք չի սպասել ամիսներով, ուր մնաց տարիներով, որովհետև մասնագիտական փորձը վկայում է, որ որքան ավելի ուշ եք դուք դիմում բժշկի, այնքան խնդիրը ավելի խորանալու միտում ունի եւ դրանով իսկ ավելի են վատթարանում միջանձնային հարաբերությունները։ Հետևաբար, իմ խորհուրդը ձեզ,
եթե կա խնդիր, եթե նկատել եք, որ ակտի տևողությունը սկսել է կարճանալ, ապա բոլորովին պետք չի նստել տանը, փորձել զբաղվել ինքնաբուժմամբ, ավելին, փորձել լռել, թաքցնել եւ դրանով իսկ բարդացնել խնդիրը։ Ինչպես արդեն նշեցի, խնդիրը շատ արդյունավետորեն բուժվում է։ Բուժումը ունի 3 հիմնական ուղղություն, կախված պատճառից։ Դա դեղորայքային բուժումն է, որի պարագայում ընտրվում է բուժման կուրս կախված պատճառից, թե ինչն է հանգեցրել վաղաժամ սերմնաժայթման։ Դա սեքս թերապիան է, որի ժամանակ մենք ընտրում ենք հատուկ վարժություններ, որոնց կիրառման պարագայում սեռական ակտի տևողությունը երկարում է, դրանք անհատական բնույթ են կրում, եւ երրորդ տարբերակը երկուսի համակցությունը, որի արդյունքում իհարկե բուժումը շատ ավելի արդյունավետ է լինում, դարձյալ կախված այն պատճառից, որը ավելի գերակշռող է։ Վաղաժամ սերմնաժայթման բուժման հարցում գոյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, սակայն իրենց արդյունավետությամբ իհարկե իրենք տարբեր են եւ շատ դեպքերում հնարավոր չի լինում հասնել հաջող ընթացքին։ Այս առումով իհարկե օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության դապոքսեցին դեղամիջոցը, որն ունի 2 դոզավորում՝ 30 եւ 60։ Դեղամիջոցի դոզայի ընտրությունը որոշում է բժիշկը կախված վաղաժամ սերմնաժայթքման բարդությունից եւ խորությունից։ Համապատասխան սեքսոլոգիական հետազոտություն անցկացնելուց հետո բժիշկը ընտրում է դոզավորումը եւ նշանակում դեղամիջոցը մնացյալ դեղերի հետ միասին եւ ժամանակի ընթացքում ընդ որում շատ արագ տղամարդը նկատում է, որ ակտի տևողությունը սկսում է երկարել։ Դեղամիջոցը ազդում է մինչեւ 72 ժամ, այսինքն պրեպարատը ընդունելուց հետո ակտի տևողությունը կարող է երկարել։ Իհարկե այս առումով պետք է նաև նշել, որ հարաբերությունները պետք է լինեն կանոնավոր եւ դեղամիջոցը իր արդյունավետությունը ցուցաբերում է հենց առաջին իսկ օգտագործման պարագայում։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց անպայման պետք է ծանոթանալ եւ դրանց մասին պարտադիր պետք է իրազեկի ձեր բուժող բժիշկը։ Վաղաժամ սերմնաժայթքման մյուս բարդություններից մեկը պոտենցիայի խանգարումն է, որը կարող է ժամանակի ընթացքում խորանալ եւ ավելի խորացնել խնդիրը։ Այս հարցում նույնպես կարող է օգնության հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի 2 դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը օգտագործվում է ամենօրյա բուժման ժամանակ, 20-ը ըստ անհրաժեշտության պլանավորված հարաբերությունից առաջ։ Շատ կարևոր է նշել, որ դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ այն օգտագործելուց հետո տղամարդը իրեն զգում է բավականին ինքնավստահ եւ հարաբերությունների որակն էլ բնականաբար փոխվում է։ Դեղամիջոցը ունի նույնպես հակացուցումներ, որոնց անպայման պետք է տեղեկանալ եւ դրանց մասին անպայման տեղեկացնում է ձեր բուժող բժիշկը։ Դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև դապոքսեցինի հետ միասին եւ այդ դեպքում հնարավոր է լինում եւ երկարաձգել ակտի տևողությունը եւ կարգավորել սեռական թուլությունը։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Առջևում հետաքրքիր զրույցն է բժիշկ ռադիոլոգի հետ։ Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ուժերով է հնարավոր այն պահպանել։ Իմ այսօրվա հյուրը բժիշկ ռադիոլոգ Շաքե Հմայակյանն է, ում հետ մենք խոսելու ենք չափազանց կարևոր թեմաներից։ Ինչ հարցերով են բժշկին դիմում, ինքնախնամքը, բժշկին դիմելու կուլտուրան եւ այլն։ Բարի երեկո Շաքե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դուք այն առաջիններից եք, կարելի է ասել այն խիզախներից եք, ով կոչում է իրեն բժշկական ինֆլուենսեր եւ զբաղվելով բժշկական բլոգերությամբ փորձում է մարդկանց տրամադրել այն կարևոր տեղեկատվությունը, որը հաճախ անհրաժեշտ է։ Ինչ հարցեր են հաճախ մտահոգում մարդկանց, ինչ հարցեր են հաճախ հղում ձեզ, եթե փորձենք բաժանենք հիմնական խմբերի։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հա, իրականում առաջինը լինելը շատ դժվար էր, բայց ռիսկի դիմել պետք է։ Առաջամարտիկը։ Հա, շատ դժվար էր, լիքը խոսակցություններ, որ անլուրջ է եւ այլն, բայց դա շատ պետք էր, որովհետեւ հիմա որ նայում ենք, մեր բժիշկները իրենք են պատմում, որ Շաքեի էջից եկած մարդիկ ոնց որ կրթված են ավելի գալիս բժշկի։
Հարցերը շատ բազմաշերտ են, շատ տարբեր են, նայած ում ինչ է հետաքրքրում այդ պահին, բնականաբար տարբեր մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր հիվանդությունների են բախվում, բայց քանի որ հիմնականում կանայք են իմ հետևորդները, բնականաբար ես էլ լինելով կրծքագեղձի հետազոտության եւ բուժման ոլորտում աշխատող բժիշկ, այդ հարցերը երևի թե ամենաշատն են կրծքագեղձի վերաբերող, այո։ Ու հիմնականում հարցնում են, թե երբ պետք է սկսել հետազոտվել, արդյոք անհրաժեշտ է գանգատ ունենալ նոր գնալ հետազոտության, այդ հարցերը երևի թե ամենաշատն են։ Իսկ տարիների ընթացքում հարցերի բովանդակությունը փոխվել է, օրինակ եթե վերցնենք մի քանի տարի առաջ ինչ հարցեր էին ավելի շատ տալիս, իսկ հիմա գուցե ավելացել են այլ հարցեր ըստ բովանդակության։ Իհարկե, ես ըստ բովանդակության հարցերի տրված պատրաստում եմ նյութեր։ Բնականաբար հիմա այնքան շատ են, որ արդեն հետևորդներ չեմ հասցնում բոլորին անձնական նամակով պատասխանել, բայց որ տեսնում եմ ինչ որ մի հարցի շուրջ հարցերը շատ են, հոլովակ եմ նկարում, նույնիսկ եթե այդ հոլովակը ժամանակին նկարել եմ, որպեսզի մարդիկ չտանջվեն, անընդհատ այսպես իջնեն սկրոլ անեն, նորից եմ նկարում ու գիտեք ինչ եմ նկատել, որ կոմենտներում իմ հին հետևորդները հարցերին մյուսների պատասխանում են։ Չէ, այդպես չի, այս ժամանակ են անում, ես հասկանում եմ, որ մարդիկ ամեն դեպքում սովորում են ու երևի թե պահում են իրենց մեջ գիտելիքը։ Այդ շատ հաճելի է։ Շակե, լսում էի ու հարց առաջացավ ինձ մոտ։ Ինչից որոշեցիք, որ այ պետք է զբաղվել ես խնդրով։ Ինչ է հիմք հանդիսացավ։ Ուսանողական տարիներին գուցե կամ հետո։ Կարծեմ օրդինատուրաս ավարտելուց հետո եմ սա արել, 16 թվականներ, այդ ժամանակ եմ ավարտել, ինչպես ցանկացած հայ աղջիկ ունեի սովորական էջ, որտեղ ինձ հետևում էին իմ ընկերները, ես էլ իրանց, ու այդպես մի անգամ որոշեցի քանի որ ես մարզվում եմ միշտ, այդ մարզումներից մեկը տեղադրեցի էջումս ու այնպեսի մեծ հետաքրքրություն առաջացավ իմ ընկերների շրջանում, որ դուք էլ չէիք սպասում։ Ես էլ չէի սպասում, տենց մտածի, դե այն ժամանակ այդպեսի բաներ չկային, ոչ մեկ իրենց մարզումը կամ իրենց սնունդը չէր տեղադրում, նոր էր ամեն ինչ։ Այդպես տեղադրեցի, այդ ալիքը ստացա ու հասկացա, որ կարելի է մասնագիտական առումով ինչ որ մի բան տեղադրել ու որոշեցի ուղիղ միացում անել 16 թվական պատկերացրեք այդ երբեր մեր բժիշկներից մեկի հետ լայվ միացանք ու կրծքագեղձի առողջության մասին խոսեցինք ու այդ թիվը երբեք չեմ մոռանա, հիշում եմ մեկ օրում 40,000 դիտում էր հավաքել այդ նյութը, այդ լայվը, դա այն ժամանակվա համար աննախադեպ թիվ էր ու այդ դա ինձ համար տրիգեր հանդիսացավ, որ այս ոլորտը դատարկ է, իսկ մարդիկ անverջ կրթվելու կարիք ունեն բժշկական ոլորտում ու ասեցի պետքա անել, եթե ես չանեմ, ոնց էլ լինի մի քանի տարուց ուրիշն է անելու, այդպես վերցեցի ձեռքս ոլորտը ու հուսամ, որ ստացվեց։ Եվ վերջիվերջո բժշկի կարևորագույն առաքելություններից է նաև բուժելուց հատ նաև հանրությանը կրթելը։ Իհարկե։ Ինֆորմացիա տրամադրելը։ Գործի կեսն է կարելի ասել։ Իհարկե։ Շատ բարի։ Խոսենք ձեր մասնագիտությունից։ Ինչ է այն ավելի շատ ուսումնասիրում, ինչ խնդիրներով են դիմում բժիշկ ռադիոլոգին։ Իրականում իմ մասնագիտությունից աշխատում եմ քիչ խոսել, որովհետև մարդիկ վախենում են, որ լսում են, որ ես օնկոլոգիական ոլորտում եմ աշխատում, համակարգչային շերտագրման, այդ նույն կատեն է, մասնագետ եմ, կոնկրետ ես զբաղվում եմ քաղցկեղի ստեյջինգով, այսպես ասած, որոշում ենք, թե որ աստիճանի տարածվածության է քաղցկեղը կամ հենց քաղցկեղի հայտնաբերմամբ։ Հայտնաբերմամբ եւ բացահայտմամբ։ Այո, ավելի շատ ունենում ենք բնականաբար կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներ, ում որ այդ ստադիան որոշում ենք։ Ես հիմնականում դրանով եմ զբաղվում, հիմա արդեն նաև կրծքագեղձի MRT-ով եմ սկսել զբաղվել, որը որ ոլորտում բնական աշխարհում շատ վաղուց է, իսկ Հայաստանում ավելի մեծ թափ է հավաքում կրծքագեղձի MRT-ն, բայց հիմնականում այո, օնկոլոգիական խնդիրով պացիենտներն են դիմում ու ես միշտ ասում եմ, որ ռադիոլոգները բժշկի բժիշկ են, որովհետև մեզ պացիենտը հիմնականում անձամբ չի դիմում, բժիշկն է ուղարկում սովորաբար եւ դա բնականաբար շատ ճիշտ է։ Շատ պացիենտներ գալիս են ասում են բժիշկ ջան, մեզ մի հատ կատե արեք իմանանք ոնց ենք, բայց դա իրականում ճիշտ չէ ու այդ տեսակ հետազոտությունը, այո, պետք է անցնել խիստ բժշկի ցուցմամբ։ Ժողովրդական լեզվով շատ դեպքերում ձեր մասնագիտությունը կոչում են սոնոգրաֆիստ, ասում են, սա կամ սոնոգրաֆիա կամ էխո, պարզ լեզվով ասած։ Երբ պետք է անցնել ուլտրաձայնային հետազոտություն, առավել հաճախ։ Մեզ նաև ասում են կոմպյուտերշիկ, այդպես են ասում, նկար նայող բժիշկ, տենց բաներ են ասում։ Ես կուզեմ շատ խոսել կրծքագեղձի մասին կոնկրետ, որովհետև դա դուք հարցնում եք որ թեման է, որ հա քննարկվում է էջում, դա այն թեմաներից է, որ երբ խոսեմ, այո, կարևորությունը միշտ կա։
Հարցում են թե երբ պետք է սկսել կրծքագեղձը հետազոտել, այդպես հստակ թիվ չկա, բայց քանի որ Հայաստանում բավականին շատ են երիտասարդ դեպքերը քաղցկեղի, ես միշտ հետևորդներից ասում եմ 20 տարեկանից տարին մեկ կրծքագեղձը հետազոտեք, ունեք գանգատ, թե չունեք գանգատ, ընդհանրապես կապ չունի։ Ապահովության համար։ Այո, եւ կրծքագեղձը ձևավորվելուց հետո խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ինքնազննում կատարել, դա շատ ավելի հեշտ է լողանալիս, լոգանք ընդունելիս, այսպես շրջանաձև շարժումներով կուրծքը շոշափել եւ եթե ինչ-որ բան հայտնաբերել, առավել արագ դիմել բժշկի։ Բայց շտապ եմ ասել, որ ամեն շոշափվող բան չի, որ քաղցկեղ է։ Ավելի հաճախ լինում են բարորակ գոյացումներ, կիստաներ կամ ֆիբրոադենոմաներ։ Այդպես մինչև 35-ից 40-ն ընկած ժամանակահատվածը ամբողջ աշխարհը ասում է 40, անում ենք սոնոգրաֆիկ քննություն։ 40-ից հետո 2 տարին մեկ միանում է մամոգրաֆիան եւ օժանդակող սոնոգրաֆիան ելի մնում է տարին մեկ անգամ։ 50-ից հետո արդեն տարին մեկ երկուսը միասին արվում է։ Ինչու, որովհետև մանկածնական շրջանում կրծքագեղձը ավելի գեղձային հյուսվածքից է կազմված, որը սոնոգրաֆիան է ավելի լավ ցույց տալիս, այսպես ասեմ։ Վիճակը։ Այո։ Իսկ երբ որ արդեն ճարպը փոխարինում է գեղձին, դա 40-ից հետո է լինում, դա արդեն մամոգրաֆիկ քննության ժամանակն է, որովհետև մամոգրաֆիան է ճարպը շատ ավելի լավ տեսնում ու ճարպի մեջ որսում քաղցկեղը։ Ու հիմա շատ տեխնոլոգիան հասել է նրան, որ միլիմետրանոց նույնիսկ քաղցկեղը հնարավոր է որսալ եւ կնոջ կյանքը փրկել, ինչու՞ չէ։ Այս հաճախականությամբ ենք անում, իհարկե կան բացառություններ, որ պետք է երիտասարդ կնոջ օրինակ անել մամոգրաֆիա, բայց հիմա արդեն կարելի ասել օգնության է գալիս MRT հետազոտությունը, երբ գեղձային երիտասարդ կուրծքը շատ ավելի լավ վիզուալիզացիա է ապահովում MRT-ն։ Գալով սեռական առողջության ոլորտ, ինչ խնդիրներ կարելի է հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Դե ավելի շատ դա գինեկոլոգիական բնականաբար խնդիրներն են սեռական ոլորտում անձամբ ես կդժվարանամ ասեմ, որովհետև այդ ոլորտում չեմ աշխատում, բայց բնականաբար գինեկոլոգիական օրգանների համար սոնոգրաֆիան կարելի ասել ոսկե ստանդարտ է համարվում, այսպես MRT-ի հետ զուգահեռ ու դա ոչ ճառագայթային մեթոդներ են երկուսն էլ, հեշտությամբ է տրվում մանավանդ սոնոգրաֆիան, շատ մատչելի մեթոդ է, եւս կանանց բնականաբար տարին գոնե մեկ անգամ խորհուրդ է տրվում սեռական խանգարում ունենալուց եւ չունենալուց անկախ անցնել սոնոգրաֆիան, որպեսզի հայտնաբերել արգանդում որևէ, չգիտեմ, ինչ-որ փոփոխություններ, ձվարանի գոյացություններ կամ կիստաներ, հրաշալի վիզուալիզացիա է ապահովում սոնոգրաֆիան ու ելի եմ ասում մատչելի է, հնարավոր է կատարել։ Եվ ամենակարևորը իհարկե ժամանակին, երբ որ գանգատ չունեն։ Կանանց ես միշտ ասում եմ կրծքագեղձ, վահանաձև գեղձ եւ գինեկոլոգիա այդ տարին մեկ անգամ պարտադիր մեր համար կարևոր օրգաններ ստուգելու։ Շաքե, անդրադառնալով կրծքագեղձի, քաղցկեղի թեմային, ցավոտ թեմային, ինչպիսի հետևանքներ է այն ունենում, ինչպես է անդրադառնում կնոջ կյանքի որակի վրա եւ ինչին պետք է հատկապես ավելի շատ ուշադրություն դարձնել։ Շատ լավ հարց տվեցիք, քանի որ քաղցկեղը կարծես մեկ հոգու հիվանդություն չէ, քաղցկեղով, այսպես ասած, տառապում է ողջ ընտանիքը պացիենտի ու բնականաբար կնոջ համար իր էսթետիկ ամենագեղեցիկ հատվածը դա կուրծքն է, տուժում է եւ բնականաբար կնոջ հոգեբանությունը չի կարա լինի հինը։ Բայց այդտեղ մի շատ կարևոր բան կա, որ մենք այդքան ասում ենք, որ պետք է ժամանակին հայտնաբերել խնդիրը, եթե ժամանակին ենք հայտնաբերում, շատ հեշտությամբ այս սիմուլտանտ կուրծքը հեռացվում է, օրինակ, եթե այդ ստադիայի մեջ է կինը եւ սիմուլտանտ դրվում է իմպլանտը, եւ կինը ոչ մի հոգեբանական խնդիր չի ունենում, այսինքն ինքը կուրծքը կորցնելու խնդիր չի ունենում։ Հենց պատճառներից մեկը, որ մենք անverջ պնդում ենք, որ պետք է շուտ հետազոտվել, դրանց այդ պատճառներից մեկը նաեւ դա է, որ կինը հոգեբանորեն չճնշվի եւ իրեն կիսատ չզգա, այսպես ասած։ Բնականաբար քաղցկեղ ախտորոշում լսելիս ինչ է լինի առաջին ստադիան, թե չորրորդ ստադիան, միևնույն է մարդը արդեն չի կարող իրեն հանգիստ զգալ եւ հոգեբանական լուրջ այսպես օգնության կարիք ունի եւ իր ընտանիքի կողմից եւ նաեւ ամբողջ աշխարհում ընդունված է հենց հոգեբանի կողմից օգնություն ստանալը, չնայած մեր ժողովուրդը այդքան էլ դա չի սիրում։ Մենք ունեցել ենք փորձ, երբ այդ լուրը հայտնելու ժամանակ կողքից հոգեբան է փորձել աշխատել, բայց հիմնականում հրաժարվում են դիմել, բայց ուզում եմ բոլորին շատ խնդրել, որ չհրաժարվեք նման դեպքում, Աստված ձեզ այնց հեռու պահի, բայց իսկապես շատ օգնում է։ Թվում է թե դուք կարող եք կիսվել ինչ-որ մեկի հետ, հարազատ բարեկամ, բայց հոգեբանը շատ ճիշտ ուղղորդում է այս դեպքում տալիս։ Դրա համար էլի եմ ասում, շատ խնդրում եմ, եւ մի բան էլ կա, այսպես հիշեցի, որ
այդպես ցավոտ թեմա կա, որ կնոջը այսպես ստիգմավորում են, հա, որ քաղցկեղ է ունեցել, ուրեմն իր հետ պետք չի ամուսնանալ, ինքը այո, ժառանգությունը իր վատն է, պարտադիր չի այդպես լինի, էլի, ես շատ խնդրում եմ մեր ժողովրդին այդպես վատ չմոտենալ այդ հարցին, որ քաղցկեղով հիվանդ մարդը դա վերջ դատավճիռ է եւ բուժում չկա։ Հենց կրծքագեղձը այն օրգանն է, որը ժամանակին գտնելու դեպքում հնարավոր է այո բուժել պացիենտին, այն 98% դեպքերում, որը բժշկության մեջ բավականին լուրջ տոկոս է, հնարավոր է բուժել ու այդ ստիգմավորումը շատ կուզեի որ չլիներ։ Սա վերաբերմունքի խնդիր է։ Այո։ Սա վերաբերմունքի խնդիր է եւ մենք պետք է ամեն ինչ անենք մարդկանց տեղեկատվություն տալով, կրթելով, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը։ Գուցեև անտեղյակության հետևանք է։ Իհարկե։ Նման գնահատականներ ու պիտակավորումներ տալու առումով, ինչը իհարկե ողջունելի չէ։ Շաքե, շփվելով հանրության ստվար զանգվածի հետ, ըստ ձեզ, ո՞րն է այն պատճառը, գտել եք այդ հարցի պատասխանը, որ ուշ են դիմում բժշկի, չեն դիմում բժշկի, փորձում են իրենց հարցերի պատասխանները գուցե գտնել ինքնաբուժմամբ զբաղվելով։ Հիմնական երկու պատճառ կա, առաջինը դա վախն է, կոնկրետ մեր ոլորտում, վատ բան լսելու վախը։ Երկրորդը դա ամոթն է։ Հետաքրքիր է, որ դա դեռ կա ու կանայք ամաչում են, որ ասում են, «Բա ես ոնց գնամ ուրիշի դիմաց կուրծքս բացեմ, որ ինձ հետազոտեն»։ Դա դեռ կա, ինչքան էլ որ հիմա մենք փորձում ենք այսպես շատ մեր ժողովուրդը բևեռացված է, չէ՞, շատ ազատամիտ մարդիկ կան եւ կան շատ ավելի կոնսերվատիվ մարդիկ, բայց իրականում այդ ամոթը մարդկանց մեջ դուք էլ ինձ թվում է լավ կիմանաք դա ինչ է, ինձանից լավ կիմանաք, դա շատ խանգարող հանգամանք է, բայց քանի որ ես կարելի ասել այդ մամոգրաֆիայի կենտրոնում մեծացել եմ շատ փոքրուց, ես հիշում եմ թե ինչքան քիչ էին սկզբում պացիենտները, օրական 3-4 հոգի էր լինում, իսկ հիմա մեր մոտ ցավոք սրտի հերթերը շատ մեծ են, խեմ ասում ցավոք սրտի, որովհետև մարդիկ տենց նեղվում են, որ հերթի մեջ սպասում են, բայց ես մի կողմից էլ ուրախանում եմ, ասում եմ, տեսեք մարդիկ փորձում են շուտ դիմել բժշկի, որ հարցը շուտ լուծեն, եւ դա եւս ինֆորմացված լինելու հետևանք է։ Ինչքան շատ դրա մասին խոսվի, այնքան շատ մարդ կիմանա։ Օրինակ ինձ միջանցքում տեսնում են, ասում են, «Վայ, գիտեք, ձեզ լսեցի, եկա հետազոտության»։ Ու հասկանում եմ, որ մենակ ես չեմ, շատերն են խոսում ու ամեն մեկս մեր ոլորտում պետք է չալարենք խոսենք, որ մարդիկ ժամանակին այցելեն բժշկի։ Շնորհակալություն Շաքե, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Վստահ եմ մեր այսօրվա քննարկման արդյունքում շատ շատերը ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ, տեղեկատվություն եւ անհրաժեշտության դեպքում իհարկե կդիմեն բժշկի։ Շնորհակալ եմ հարթակը տրամադրելու համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր ուղարկելու համար, մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ։ 33 տարեկան եմ։ Կանոնավոր հարաբերություն կարելի ասել չկա։ Ամուսնացած չեմ։ Նորմալ է, որ լողանալուց ու լավ լվանալուց հետո ձեռնաշարժությամբ եմ զբաղվում, սպիտակ թաղանթ է հայտնվում գլխիկի վրա։ Ու ստացվում է, ոնց որ լվացած չլինեմ, կամ լինում է քնելուց առաջ լվանում եմ, առավոտ նույնն է, նորից կա, բայց քիչ։ Ինչ անել։ Ձեր գանգատից կարելի է եզրակացնել, որ առկա է խնդիր միզասեռական համակարգում, որը կարող է պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ բորբոքային գործընթացով, կամ չի էլ բացառվում սեռավարակով։ Պարզելու համար թե ինչի հետ գործ ունենք, անհրաժեշտ է կատարել սեքսոլոգիական հետազոտություն, հանձնել համապատասխան անալիզներ եւ դրանից հետո նոր հասկանալի կլինի թե ինչի հետ գործ ունենք։ Ամեն դեպքում խնդիրը պարզելու համար նաեւ ցանկալի է հասկանալ թե տեղի է ունեցել արդյոք չպաշտպանված սեռական հարաբերություն, թե ոչ, եւ նոր դրանից հետո արդեն կազմակերպել համապատասխան հետազոտությունները։ Չի բացառվում նաև, որ խնդիրը բավականին հին պատմություն ունենա եւ ժամանակի ընթացքում մնալով ձեզ անհանգստացնի եւ եթե չկարգավորվի, ապա կարող է այն ավելի ու ավելի խորանա, բերելով հետագա բարդությունների։ Կարդամ հաջորդ հարցը։ Եթե հարաբերության ժամանակ պատրվել է պահպանակը, սերմնաժայթքում տեղի չի ունեցել արգանդում, բայց զուգընկերոջ մոտ սերմնաժայթքում չի եղել, հնարավոր է հղիություն։
Հարգելի հարցատու, ինչպես եւ անդրադարձել ենք մեր տարբեր թողարկումներում, այս թողարկման ժամանակ եւս պետք է նշենք, որ սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցամուտքում, հեշտոցի ներսում կամ հեշտոցից դուրս, բայց ոչ արգանդում։ Ըստ երևույթին դուք շփոթվել եք հարցը ձևակերպելիս։ Այնուամենայնիվ նշեմ, որ հղիություն կարող է տեղի ունենալ, եթե սերմնաժայթքումը տեղի ունենա թեկուզ եւ հեշտոցամուտքի հատվածում, նախադռան հատվածում, որովհետև սերմնաբջիջները հայտնվելով այդ հատվածում շատ արագ վազելով անցնում են ներս եւ հասնում ձվաբջջին ու տեղի է ունենում հղիություն։ Հետևաբար բոլորովին տարբերություն չկա, թե սերմնաժայթքումը որտեղ է տեղի ունեցել, որովհետև հղիության համար շատ կարևոր է մի պայման՝ առողջ սերմնաբջիջ եւ առողջ ձվաբջիջ։ Իսկ տարածքը այս դեպքում խոչընդոտ չէ, հաշվի առնելով, որ սերմնաժայթքումը տեղի ունեցել հեշտոցամուտքում։ Կարդամ հաջորդ հարցը։ Շատ եմ խնդրում մի հարցով օգնեք։ Ընկերոջս ձախ ամորձին ուռել ու քարացել է, ահա որ ցավում է։ Խնդրում եմ խորհուրդ տվեք ինչ անի։ Նա 36 տարեկան է, ամսվա մեջ հարաբերություն ունենում ենք 4-ից 5 անգամ։ Սկզբում մեջքն էր ցավում, հետո սկսեց ամորձին ուռել եւ քարանալ։ Երկրորդ անգամ չի կարողանում հարաբերություն ունենալ։ Խնդրում եմ օգնեք։ Հարգելի հարցատու, ձեր նշված գանգատը բավականին լուրջ է եւ պահանջում է, որ շտապ դիմեք բժշկի։ Նախ պետք է պարտադիր անցնել հետազոտություն, խնդիրի բնույթը պարզելու համար։ Հնարավոր է լինի բորբոքում, չի բացառվում նաեւ սեռավարակ եւ հաշվի առնելով նաեւ նշված գանգատը, այն կարող է բավականին հին պատմություն ունենալ, որովհետեւ եթե նկատվում է ցավ, որը բերել է ամորձու չափերի մեծացման, ինչպես դուք եք նշում քարացման, ինչպես նաև մեջքացավի, հետևաբար մենք այստեղ գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է սեռական օրգաններում եւ տարածվելով բարձրացել դեպի վեր, առաջացնելով մեջքացավ։ Այսինքն մենք կարող է այս դեպքում գործ ունենանք եւ սեռական օրգանների խնդիրների սեռավարակների հետ եւ նաեւ դեպի վեր բարձրացող ցավային համախտանիշի, որը արտահայտվում է արդեն մեջքացավի տեսքով։ Չի բացառվում նաեւ, որ մեջքացավը առանձին պատճառներ էլ ունենա, սակայն միանշանակ ասել հնարավոր չէ եւ դրա համար պետք է անցկացնել սեքսոլոգիական հետազոտություն, հանձնել համապատասխան անալիզներ, ինչու՞ չէ նաեւ սոնոգրաֆիկ ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի շտապ պարզվի պատճառը եւ նշանակվի համապատասխան բուժում։ Եվ մյուս խորհուրդը, այս դեպքում զերծ մնացեք սեռական հարաբերություններից, որովհետև եթե պարզվի, որ ձեր զուգընկերոջ մոտ առկա է բորբոքային գործընթաց, հետևաբար նման դեպքում դուք եւս պետք է հետազոտվեք եւ նույնպես առանձին բուժվեք։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք ձեզ հուզող հարցերը, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը եւ ժամանակին ստացեք ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Գտեք մեզ համացանցում, տարածեք մեր տեսանյութերը եւ շնորհակալություն մեզ վստահելու համար։ Մեզ համար դա անչափ կարեւոր է։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Եղեք առողջ եւ երջանիկ։